Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ, լսեմ ԱԱԾ-ի պատվա։ Պարոն Ալեքսանյան, տևական ժամանակ에 խոսվում է, որ Հայաստանի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ եւ մենք տեսնում ենք, թե ինչ մթնոլորտում է նաեւ անցնում ազգային ժողովում ցանկացած օրինագծի քննարկում, երեկ էլ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը հունից դուրս եկավ, նախ ինչպես կմեկնաբանեք տեղի ունեցածը։ Առանձնապես մեկնաբանելու բան չկա այստեղ։ Հիմա կոնկրետ ազգային ժողովի այդ հարց ու պատասխանի ֆորմատի մեջ, թե դրանից փոքրինչ շեղվելով, այնուամենայնիվ վարչապետի խոսքը քաղաքական էր, ասած մտքերն է քաղաքական էին խիստ, որ կոռուպցիայի մեջ թաթախված ու կոռուպցիայի սիմվոլը Հայաստանում համարվող մարդիկ, երբ որ կոռուպցիայից խոսում են, դա մի տեսակ ծիծաղելի է առհասարակ։ Անդիմադիրները այլ կերպ են մեկնաբանում, օրինակ Իշխան Սաղաթելյանն է գրառմամբ հանդես եկել, ասում է իրենք մի կողմից խոսում են այսպես ժողովրդավար լինելու մասին, մի կողմից խոսում են թալանը վերադարձնելու մասին, մյուս կողմից իրենք են թալանում, իրենք ժողովրդավար չեն, իրենք են կոռուպցիայի մեջ, դրա համար այս հարցերը իրենց հունից դուրս է բերում։ Չէ, դե հիմա օրինակ Իշխան Սաղաթելյանը շատ բան կարա ասի, բայց փաստը մնում է այն, որ Իշխան Սաղաթելյանը եւ, չգիտեմ, իր հայրն էլ է ժամանակին ինչ-որ պաշտոններ զբաղեցրել, չէ՞, չեմ սխալվում, գյուղապետ է եղել եւ այլն, իրանք Սևանի ափին եկքա հյուրանոց ունեն։ Տենց է, թե տենց չի։ Տենց է։ Հիմա որ ասում է իրանք են կոռուպցիայի մեջ, ում է ասում, որ կոռուպցիայի մեջ է։ Եթե ինձ է ասում, խնդրում եմ իմ աշխատավարձից ավել 1000 դրամ գումար ցույց տալ, որը որ ես ունեցել եմ պետական պաշտոն զբաղեցնելուց հետո։ 1000 դրամ թող ցույց տան, ասեն Վահագն Ալեքսյանը կոռուպցիոներ է, քանի որ այ տեսեք նա ունի այսինչ ավել 1000 դրամը։ Թող դա ցույց տան, ասեմ, հա, շատ լավ։ Հիմա եթե կոնկրետ դրվագների մասին են խոսում, ախր ամբողջ խնդիրն այն է, որ իրանք կոռուպցիայի դեմ պայքարը աղավաղում են, հասկանում եք։ Բացատրեմ ինչպես, որտեվ այն ինչը իրանք են մատնանշում։ Մենք դրա 100,000 պատիկն ենք մեր ներքին քննարկումներում ու այլ աշխատանքային քննարկումների ֆորմատում բարձրաձայնում, ցույց տալիս, ներկայացնում, խոսում ու փորձում դրան հակազդման մեխանիզմներ գտնել։ Այն ինչ իրանք են անում, դա ուղղակի աբսուրդ է, որտեվ ներկայացնել կոռուպցիա, երբ որ օրինակ համայնքապետարանը դրել է մրցույթի ինչ-որ մի բանի շինարարություն, մրցույթի, ինչ որ մեկը առաջարկել է ամենացածր գինը, հետո գնացել է այդ աշխատանքը վատ արել, քաղաքապետարանը գնացել է վատ է արել այս աշխատանքը, չեմ ընդունում, գումարը չեմ փոխանցում։ Դա ներկայացնել որպես կոռուպցիա, դա նշանակում է առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարը, միտքը, եղելությունը աղավաղել։ Որտեվ կոռուպցիան այն է, երբ որ իրանք շատ լավ գիտեն սա, էլի, իդեպ դա իրանք տարիների ամենաաշխատած սխեման է, երևի իրանք վաղտվա մեկին գումարած մեկն է։ Երբ որ ներկայացնում ես նախ մրցույթի ինչ-որ մի բանի շինարարություն, հետո ոչ մեկի չես թողում, որ այդ մրցույթին մասնակցեն, մասնակցում ես դու ինքդ կամ օրինակ քո բաժանաղի տղեն է մասնակցում այդ մրցույթին, մենակ հաղթում է այդ մրցույթը, ատկատը տալիս է քեզ, դու գնում ես անորակ աշխատանքը ընդունում ես։ Դա կոռուպցիոն սխեման է, այդ շինարարական կոռուպցիոն սխեմա կոչված ինքը տենց է աշխատում որպես այդպեսին, որտեվ դու փողը տալիս ես ամբողջությամբ, ինքը գործը վատ է անում, բայց ու այդ գործը դու ընդունում ես։ Այտենց այդտեղ ցիկլը փակվում է, կոռուպցիոն համարվում է կայացած կոռուպցիոն սխեմա, գործար կամ ինչ ուզում եք կանոնը դրեք։ Բայց երբ որ դու ասում ես, որ այ մենք կոռուպցիայից ենք խոսում, այ տեսեք դուք բանը ինչ ան, ինչ որ մեկը մրցույթը հաղթել է, չէ, իրանք չեն ասում հաղթել, ասում են մեկ անձից գնումով, իդեպ ստում են ինչի մասին որ խոսում են, դա մրցույթով է։ Մեկը մրցույթը հաղթել է, դու գնացել ես, ասես անորակ աշխատանք ես արել, չեմ ընդունում, այ դա կոռուպցիա։ Ո՞նց է կոռուպցիա։ Կոռուպցիոն ցիկլը կփակվեր ու կոռուպցիոն գործարքը կամբողջանա այն ժամանակ, երբ որ դու գնաս այդ աշխատանքը ընդունես չնայած թերություններին։ Ու դրա անելու համար մի մոտիվացիա կար ալնի, որ մեկը բերել գրպանը փող ա դրել։ Այ դա լիարժեք կոռուպցիա է, որի դեմ եթե այտենց փաստեր կա, ես մեծ սիրով խրախուսում եմ, որպեսզի նրանք նմանատիպ դեպքերը բարձրացնեն։ Բայց այն ինչ իրանք են անում, դա կոռուպցիայի դեմ պայքարի ուղղակի աղավաղում է։ Պարոն Ալեքսանյան, հետաքրքիր է, որ երկրորդ նախագահի գրասենյակն էր անդրադարձել երեկվա տեղի ունեցածին ու վարչապետին հորդորել էր գնալ Մեղվրիում հոգեբուժարան կային տեղ, ասում են թող գնա հոգեկան առողջության թեստ հանձնի եւ նաեւ զուգահեռաբար համոզվի, որ Մեղրին դեռ չեն հանձնել։ Դե խորհուրդ եմ տալիս Քոչարյանի գրասենյակի ղեկավարը թող Քոչարյանին տանի վաղ չափողի մոտ կամ չգիտեմ մոմ թափողի մոտ, որ վերջապես իր այս խմբակցությունը կարողանա համոզել Քոչարյանին, որ իր մեջ այդ խիզախությունը գտնի, Իզմիլյանից կեղծ կամ իրական բժշկական թղթեր չբերի, որ գա կանգնի այս խորհրդարանի առաջ, իրանց այդ չարչրկված իմպիչմենտի թղթով թող տանեն վաղ բռնողի մոտ Ռոբերտ Քոչարյանին, իսկ գրասենյակի ղեկավարի ասածներին էլ առհասարակ, տենց անցած անգամ էլ ասել էր ինչ որ հանրությունը, ինչ որ աղբանոց կամ եւ այլն, անցած անգամ որ ասել էի աղբանոցից հնչած արտահայտություններին չեմ արձագանքում, կարծում եմ դա դեռ ուժի մեջ է։
Որոշ լրատվականներ նաև վերջին շրջանում խոսում են, որ օրվա իշխանության անձամբ վարչապետի վարկանիշը հասել է պատմական մինիմումի, դրա մասին խոսեց նաև Մամիջանյանը, եւ նաև դրան զուգահեռ գրում են, որ բարձրանում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, գալապնել է։ Դե նույն ընկերությունն է, որը ես չգիտեմ ինչ աստիճանի է հաշվել Ռոբերտ Քոչարյանի ատամները, բայց անկեղծ եթե այդ հարցումները պատվիրում է Ռոբերտ Քոչարյանը եւ դրա դիմաց գումարը տալի, ես չգիտեմ, ավելի լավ է այդ գումարով ինչ որ Facebook-յան գովազ դնի, կներեք։ Ավելի լավ է այդ գումարով ուղղակի Facebook-յան գովազ դնի կամ չգիտեմ, ինչ որ մի լավ գործ անի, չգիտեմ, երեխեքի համար մարոժնի առնի, որովհետեւ նույն գելապն է, որը որ բան էր անում 21 թվականի ընտրություններին պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետքա մեծ հաղթի ընտրություններում։ Հետո ասում են, այ տեսեք, Գելապը էլի նոր հարցում է արել, որով էլի Քոչարյանի վարկանիշը բարձր է։ Եթե Գելապի հարցումն է ձեր հույսը, ուրեմն այնա միանգամից եկեք մեզ շնորհավորեք, էլի։ Ինչի մասին է խոսքը։ Պարոն Ալեքսանյան, այս իրավիճակը, քանի որ խոսվում է, որ 2026 թվականին ընդառաջ ընդդիմությունը աղմկում է, սադրանքներ է հրահրում, սա հիբրիդային պատերազմի մաս է, այս իրավիճակը շարունակվելու է։ Եվ նաև այդ իմաստով ինչ անելիք ունի օրվա իշխանությունը, որովհետև Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ անգամ երրորդ երկրի նույն Ռուսաստանի կողմից միջոցներ են ներդրվում, որպեսզի այստեղ հիբրիդային պատերազմ հրահրեն, սադրեն անընդհատ։ Այս իմաստով ինչ անելիքներ ունի նաև օրվա իշխանությունը։ Օրվա իշխանությունը շատ անելիքներ ունի, բայց այս տեսանկյունից օրվա իշխանության հիմնական անելիքը պետք է լինի իր գործառույթները կատարելը ու շատ հաճախ սադրանքներին սառը գլխով արձագանքելը որպես այդպեսին, որտեղ մենք տեսնում ենք, թե մենք ինչի այդ գործ ունենք, առնվազն ինձ համար դա տեսանելի է, երբ մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ ու կամ ընդդիմադիր ակտիվիստներ հստակ սահմաններ են անցնում, հստակագույնս սահմաններ են անցնում, փորձելով սադրել ընդհանուր միջև ֆիզիկական բախումներ, հետո էլ փորձել ներկայանալ որպես այդ իրավիճակի զոհ, իսկ իշխանությանն է բռնարար, խոսքը Նորքի Տաղապետարանի դեպքի մասին չի, բայց նաև դրա մասին է, խոսքը պարբերաբար ազգային ժողովում տեղի ունեցողի մասին է, որովհետև օրինակ եթե չգիտեմ, ինչ որ մեկը ուղղակի բացի նայի երեկվա ձայնագրությունները ընդդիմադիր падգամավորների ասած եւ այսօր օրինակ նրանց հարցերը ուղղված դատախազին թե բախի քրեական վարույթ չկա, ես այդտեղ չգիտեմ կզարմանա ուղղակի, եթե մարդ լինի, ով չճանաչի մեր գործող ընդդիմությանը եւ չիմանա, թե ինչ են նրանք ուզում անում։ Եվ նաև պարոն Ալեքսանյան, տևական ժամանակ է մամուլում խոսվում է, գրում են այդ մասին բարձրաձայնում են, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է Մոսկվայում, քաղտեխնոլոգներից մեկն էլ երեք հայտարարեց, որ այնտեղ շատ լուրջ հանդիպումներ է ունեցել։ Հիմա ուզում է գնա, հիմա բաղն է Մինսկ գնա, չգիտեմ, այնտեղ Տաշքենտ գնա, Բաքու գնա, այնտեղ ժամանակին բուրըն քաղաքական գործունեություն է, չէ՞ ծավալել Հեյդար Ալիևի երաշխավորագրով կոմկուս մտնելով։ Գնա, մեծ հաշվով բան չի փոխ։ Դա է իր ռեյտինգը բարձրացնելու։ Ես անկեղծ չեմ հավատում, որ այս աշխարհի տակ կա ինչ-որ մի բան, որը կարող է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը բարձրացնել։ Անկեղծ չեմ հավատում։ Կախարդական փայտիկ է լինի, չի կարող Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը բարձրացնել։ Եվ ամեն դեպքում այս խոսեցինք այս սադրանքներից, աղմուկից ընդդիմության։ Սրա վերջնանպատակը որն է եւ ինչ է ուզում հասնել ընդդիմությունը։ Ընդդիմությունը փորձում է իր բանով, իր համար գծած սցենարով, որը որ ինքը չի գծել իհարկե, իր համար գծել տվել են իր ձեռքը, փորձում է բան անի։ Այնպես անի, որ հանրության աչքում մեր ու իրանց մեջ հավասարության նշան դրվի։ Փորձում է այնպես անել, որ մենք մաքսիմալ նման դառնանք ու կամ նման լինենք իրեն։ Այդ է ընդդիմության նպատակը ու մեր գործն էլ այստեղ որպես իշխանություն, որպես քաղաքական կուսակցություն այնա, որ դա մաքսիմալ թույլ չտա։